Սիրելի հայրենակից որոշել եմ մի քանի բանով ձեր հետ կիսվել, որը այսքան օր ինձ մտատանջում է, սկսած բանակցային փաստաթղթերի հանրահռչակումից։ Առաջին դրվագը հենց բանակցային փաստաթղթերի հանրահռչակումից հետո մեր հասարակական քաղաքական դաշտում սկսված աժիոտաժն է։ Ու գիտեք ուր է տանում այդ աժիոտաժը։ Նոր դեպրեսիայի, որովհետև նորից զրոյից սկսել ենք ոչ թե ընկալել, թե ինչ ենք արել 35 տարի, այլ սկսել ենք նորից Արցախի կորուստը տալ այս պատից այն պատ, փորձելու հասկանալ վերջապես ում վրա գցել այդ ամբողջ մեղքը։ Իրականությունը հետևյալն է։ Բանակցային բոլոր փաստաթղթերում քննարկվում է մի պարզ բան։ Արցախի որ տարածքը, Արցախի, Լեռնային Ղարաբաղի ու շրջակա բուֆերային գոտու որ տարածքը երբ հանձնել Ադրբեջանին ինչ փուլային համակարգմամբ։ Դրան զուգահեռ մի հետաքրքիր բան։ Հայաստանում երբևէ չի քննարկվել, որ գիտեք ինչ կա, մենք մաս պետք է հանձնենք Ադրբեջանին, հետո մի օր Ադրբեջանը կորոշի, երբ է միջազգային կառույցների հսկողությամբ իրականացնելու հանրաքվե։ Իսկ այդ մի օրը կարող է լինել մի 200 տարի հետո։ Ու ամենասարսափելին է նա, որ մենք Հայաստանի իշխանությունները բոլոր շրջանները երբեք չեն հրաժարվել այդ փաստաթղթերը ստորագրելուց։ Փաստաթղթերի ստորագրումը ձախողվել է բացառապես Ադրբեջանի պատճառով։ Հիմա մի հատ ուրիշ հարց ասեմ ձեզ։ 94 թվականից մինչև 2022 թվականները որևէ պաշտոնյա հանրային քննարկել է տարածքների վերադարձը։ Մենք գիտենք միայն 97-98 թվականների Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձևավորված այդ խնդիրները ու Լևոն Տեր-Պետրոսյանը հետագայում խոսում էր, որ եթե մենք միջազգային հանրության հետ այդ փուլի եւ այլնի շուրջ չնստենք բանակցությունների եւ մեր հասարակությանը չպատրաստենք դրան, դա ավելի վատ վիճակում է բերելու Հայաստանին, քան երբևէ կարելի է նույնիսկ պատկերացնել։ Մենք Լևոն Տեր-Պետրոսյանի նայում էինք, որ կամ այս մարդը գիժա, կամ եսի այդ մարդը ինչի՞ց է խոսում, մենք անկախ Արցախ ունենք, մեր Լեռնային Ղարաբաղը անկախ, մենք հիմն ունենք Արցախի, մենք գերբ ունենք Արցախի, Արցախը մեզ համար ձևավորված պետություն էր, ու այդ միֆը, որ մենք Արցախ ունենք, Արցախը պետություն է եւ այլն, մենք գեներացնում ենք մեր հասարակության մեջ, ու Արցախի կորուստը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու դեպրեսիան է։ Չեմ հավատում, կա Հայաստանում մի մարդ, որ հաղթահարել է այդ դեպրեսիան, որ հաղթահարել է այդ կորուստը։ Երբ որ 35 տարի քեզ դաստիարակում են, որ սա քոնն է, կապ չունի օրենքով դա քոնն է, չէ։ Կարևորը որ դա քեզ դաստիարակել են, որ դա քոնն է, ու դու դա կորցնում ես, դա դեպրեսիա է։ Ու այդ դեպրեսիան դեռ չհաղթահարած, գոնե ընկալենք, որ այս փաստաթղթերը խոսում են այն մասին, որ բոլոր տարածքները մի օր պետք է մի ձև վերադարձվեին։ Այդ խաղաղությունը դրա բանն էր։ Մենք դրանց նորից ասում ենք, չէ, մենք տարել ենք հաղթանակի, դուք էս ինչ որն էր հաղթանակը Արցախի։ Եթե հաղթանակի 94 թվականի հաջորդ օրը դու բանակցել ես տարածքները վերադարձնելու մասին, հաղթանակս ո՞րն է։ Արցախի հաղթանակը, մենք Արցախը մեզ լինելու միակ ճանապարհը Ադրբեջանի հետ հավասար զինվելն էր։ Հավասար։ Բայց նախ Ադրբեջանի ֆինանսական միջոցները մենք չունենք, որպեսզի հավասար զինվեինք, երկրորդը Ալան Թալանով էր զբաղված մեր գործող այդ ժամանակի իշխանությունը։ Հիմա անցնենք առաջ։ Այն օրերին ես մի պահ մտածեցի, այդ թվերն էի նայում, թե որ թվերին ինչ է բանակցվել, իմ ծառայության օրերին, որտեղ ես ծառայել եմ, ես ծառայել եմ Արցախում։ Այն տարածքում, որտեղ ես ծառայել եմ, այդ նույն ժամանակ բանակցվել է այդ տարածքի
վերադարձը Ադրբեջանին։ Այն իմ ծառայության օրերին, ես երբ որ ծառայել եմ, այդ ծառայության ժամանակաշրջանում տեղի ունեցած միջազգային գործընկերների Միսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ այդ նույն տարածքի վերադարձն է քննարկվել։ Ես այդ մասին իմացել եմ, ոչ իհարկե։ Այն ժամանակ, որ ես ծառայում էի, ես գիտեի, որ ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Ես Հայաստանի Հանրապետությանն եմ ծառայել։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ու ծառայելով նույնիսկ Արցախում ես Հայաստանի Հանրապետությանն եմ ծառայել։ Բայց այդ նույն ժամանակ խոսքը գնում է 2000-ականների հաղթանակած նախագահի տարիների մասին է խոսքը, 2000-ականների սկզբներին։ Այդ նույն տարածքը քննարկվել է վերադարձնելու մասին քննարկում է տեղի ունեցել։ Ու հիմա այդ կտրվենք այս դեպրեսիվ քննարկումներից Արցախի հետ կապված, մի հատ ուրիշ դրվագին անդրադառնանք։ Ուրեմն 35 տարի անկախ պետություն ունենք, անկախություն սիրող, անկախության համար ամեն ինչ անող, հայրենասիրության համար իրար կոկորտ կտրող ազգ ենք։ Բայց մի քանի հատ դրվագներ ասեմ, դրանց մասին մտածեք։ Ուրեմն խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետությունում մի շարք բաներ ունենք։ Ուրեմն առաջինը, վաղը որ գնաս ստադիոն ֆուտբոլ նայելու, հիշիր, որ այդ ստադիոնը կառուցվել է Խորհրդային Միության տարիներին։ Մեր կառավարությունը, որ կառավարության նիստերը իրականացնում, կառավարության շենքը, իր շրջակա միջավայրը, հիմնական մեր շենքերը կառավարության կառուցվել են Խորհրդային Միության տարիներին։ Հայաստանի Հանրապետության ճանապարհների, ճանապարհային ցանցի, ճանապարհային հանգույցների 70%-ից ավելին կառուցվել է Խորհրդային Միության տարիներին։ Հայաստանի Հանրապետության ինքնությունն արտահայտող խորհրդանշերը, հուշարձանները, թանգարանների շենքերը, մեմորիալները կառուցվել են Խորհրդային Միության տարիներին, 90%-ը։ Երևան քաղաքի 70%-ից ավելին կառուցվել է Խորհրդային Միության տարիներին։ Խորհրդային Միության տարիներին են կառուցվել մեր շրջապատի գրեթե ամեն ինչը։ 70 տարում 35 տարի անկախ ենք։ Խորհրդային Միության 50%-ի չափ մենք անկախություն ունենք։ Խորհրդային Միության 50%-ի չափ բան ստեղծած կանք Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետությունում։ 2022 թվականից սկսած այդ 500 մանկապարտեզ 500 դպրոց 300 մանկապարտեզը, այդ տարին 500 կիլոմետր ճանապարհի նորոգում եւ կառուցում, ջրամբարների կառուցում, դա առաջին քայլն է Հայաստանի անկախությունից սկսած, որ մենք փորձ ենք անում Հայաստանի Հանրապետությունում մի բան կառուցել, որպես անկախ պետություն։ Մնացած ամեն ինչը դա Խորհրդային Միության ժառանգությունն է։ Մտածեք այդ մասին։